Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք ղափամա, հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը։ Նախապես լվացել, չորացրել եմ 400 գրամ չիր և 350 գրամ ընդեղեն։ Չրեղենից օգտագործում եմ դեղցի, ծիրանի, սալորի չրեր և չամիչ, իսկ ընդեղենից նուշ, ընկույզ և հնդկական ընկույզ։ Ծիրանի, դեղցի և սալորի չրերը կտրատում ենք, կտորները պետք է լինեն մեծ և երկարավուն։ Կտրատում ենք ընկույզը։ Ընդեղենը և չրերը մի փոքր տապակում ենք լավ տաքացրած կարագի մեջ։ Տապակելու ընթացքում ավելացնում ենք 1 թեյի կթալ դարչին։ «500 գրամ բրինձը լավ լվանում ենք, լցնում աղով համեն բաց եռացող ջրի մեջ, հասցնում կիսաև վիճակի և ջրքամում։ Ղափամայի համար օգտագործում ենք երկարավուն բրինձ, ցանկալի է բասմատի տեսակի, որպեսզի եփելուց հետո մնա հատիկ։ Լավ լվանում ենք դդումը և գեղեցիկ կտրվածքով ստանում կափարիչ։ Իմ ընտրած դդումը կշռում է 3 կգ։ Կափարիչը առանձնացնելուց հետո դդումը և կափարիչը մաքրում ենք սերմերից և թելիկներից։ Մաքրելուց հետո դդումի ներսը և կափարիչը պատում ենք մեղրով և փափուկ կարագով։ Դասավորում ենք բաղադրիչները։ Այս փուլի համար օգտագործել եմ 150 գրամ կարագ և 3 ճաշի կթալ մեղր։
Վերջում կափարիչը փակում ենք, ամբողջ դդումը պատում ենք փափուկ կարագով, փաթաթում ենք փայլատի թեղով և տեղափոխում ջեռոց։ Դդումը եփվեց 1 ժամ 30 րոպեում 180 ջերմաստիճանում։ Եփվելու ժամանակը կարող է լինել տարբեր, կախված դդումից։ Պատրաստ լինելը կարող ենք ստուգել չոփիկով կամ դանակով, երբ դրանք հեշտությամբ են մտնում դդումի մեջ։ Դդումը եփելուց հետո առանձնացնում ենք փայլատի թեղից և տեղափոխում ջեռոց, որպեսզի գեղեցիկ գույն ստանա։ Դդումը կտրելիս ցանկալի է կափարիչը թողնել վրան, որպեսզի կտորները միանգամից չբացվեն։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։